Շնորհակալություն, պարոն Քոչյան, ձեր մատնանշածը բարեկարգության հետ կապ չունի, նկատի ունեմ դուք մատնանշեցիք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի որոշում եւ իրավական գործընթացներ, որոնք դուք մեկնաբանում եք այնպես, ինչպես դուք եք մեկնաբանում, ես համաձայն չեմ ձեր մեկնաբանության հետ, բայց դա բարեկարգության հետ կապ չունի, ես չեմ առաջարկում համաձայն լինել ամեն ինչի մասին, ես ընդհանրապես առաջարկում եմ լինել բարեկիր։ Ես ձեր գնահատականների հետ համաձայն չեմ, ես կարծում եմ, որ Հայաստանում գործում է օրենքը եւ մեր իրավապահ մարմինները, դատական մարմինները աշխատում են համապատասխանաբար։ Իդեպ հետաքրքիր է, որ դուք քանի որ ձեր հարցի մեջ եւ բարեկարգության մասին խոսեցիք եւ քաղաքական ճնշումների, եթե ես ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, ըստ իս օրինակ քաղաքական ճնշումներ հիմա չկան, բայց ես գիտեմ ինչ է քաղաքական ճնշումը, որովհետեւ օրինակ 2008 թվականի մարտի 3-ին, երբ որ ձեր հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, եթե չեմ սխալվում, մարտի 3-ին մեր դուռը ծեծեցին ԱԱԾ աշխատակիցները եւ սկսեցին մեր տունը խուզարկել, հետո հորս հրավիրեցին ԱԱԾ, ուղղակի հրավիրեցին, ինքը գնաց եւ այլևս չեկավ 3 ամիս, որովհետեւ իրան ձերբակալեցին եւ կալանավորեցին եւ մեղադրանք առաջադրեցին պետական իշխանության բռնազավթման մեղադրանքով։ Իհարկե ինքը կատարելապես անմեղ էր, որովհետեւ այդպիսի փորձ ընդհանրապես տեղի չէր ունեցել, ինքն էլ առավել եւս ոչինչ, այսինքն ղեկավար կազմում չէր եղել այդ հանրավակների, եւ ինքը 3 ամիս քաղբանտարկյալ էր, 2.5 կամ 3։ Եվ արդյունքում գործը փլվեց եւ կասեցվեց քրեական գործը, նա ազատ արձակվեց։ Ես գիտեմ, որ նա բռնաճնշում է։ Իսկ բարեկարգությունը նույնպես գիտեմ, որ նա բարեկարգությունն է, որ այդքանից հետո այն որ ասում եք, չէ, բա մեր կանանավորված ընկերները, նրանց երեխաները, հայրերը, ես իմ 18-ամյակը դիմավորել եմ իմ հոր կանանավորված վիճակով։ Եվ բարեկարգությունն այն է, որ իմանալով, որ ամենայն հավանականությամբ ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել, եւ իմանալով, որ պարոն Կարապետյանի հայրն էլ այդ ժամանակ իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, ես միևնույն է կարծում եմ, որ ես պարտավոր եմ ձեզ հետ շփվել պարզ մարդկային պարկեշտության եւ բարեկարգության սահմաններում եւ իմ անհամաձայնությունը հայտնել նման ոճով։